Ըստ խնդրի վինի թուխը տանը ունի մի քանի 11 լիտրանոց մեղրի բանկա, որոնք կարող են նաև ամբողջությամբ լցված չլինել։ Ամեն օր վինին ընտրում է մի բանկա, եւ եթե այդ բանկայում կա 1 լիտրից ավելի մեղր, ապա նա ուտում է այդ բանկայի մեջ եղած մեղրի կեսը, իսկ եթե կա 1 կամ դրանից պակաս մեղր, ուտում է բանկայի ամբողջ պարունակությունը։ 18 օրից վինին կերավ իր մոտ եղած ամբողջ մեղրը։ Պետք է գտնենք, թե ամենաշատը քանի լիտր մեղր կարող է կերած լինել վինին 18 օրվա ընթացքում։ Քանի որ ըստ պայմանի վինին կերել է իր մոտ եղած ամբողջ մեղրը, այսինքն դատարկել է բոլոր բանկաները, նախավարժ դիտարկենք յուրաքանչյուր բանկայի ճանապարհը միջև դատարկվելը։ Սկսենք վերջից։ Վերջին 1 օրվա ընթացքում միջև բանկան դատարկելը վինին կարող է ուտել ամենաշատը 1 լիտր մեղր։ Իսկ բանկան դատարկելուց 2 օր առաջ, այսինքն 2 օրվա ընթացքում կարող է ուտել ամենաշատը 2 լիտր մեղր։ Եվ այսպես շարունակ նույն տրամաբանությամբ 3 օրվա ընթացքում միջև բանկան դատարկելը կարող է ուտել 4 լիտր, 4 օրվա ընթացքում միջև բանկան դատարկելը կարող է ուտել 8 լիտր, իսկ այ արդեն 5 օրվա ընթացքում միջև բանկան դատարկելը, քանի որ յուրաքանչյուր բանկայի տարողությունը 11 լիտր է, ամենաշատը 11 լիտր։ Այսպիսով հասկացանք, թե ֆիքսված օրերի ժամանակ 1 բանկա ուտելու դեպքում վինին ամենաշատը քանի լիտր մեղր կարող է ուտել։ Օրինակ, ըստ մեր ստացած արդյունքի 4 օրվա ընթացքում 1 բանկա ուտելու դեպքում վինին կարող է ուտել ամենաշատը 8 լիտր, բայց չէ որ 7 լիտրանոց բանկա ունենալու դեպքում էլ է վինին ծախսում նույն 4 օրը, հետևաբար ավելի ձեռնտու է այդ 4 օրը ծախսել ավելի շատ 8 լիտր մեղր ուտելու համար։ Հաջորդ քայլին անցնելու համար դիտարկենք հետևյալ օրինակը։ Ենթադրենք վինին իր ունեցած 18 օրը որոշում է ծախսել յուրաքանչյուր օր 1 լիտրանոց բանկա դատարկելու համար։ Եվ փաստորեն արդյունքում այս 18 օրվա ընթացքում վինին ուտում է ընդհանուր 18 լիտր մեղր։ Սակայն եթե վերցնենք 2 հատ 11 լիտրանոց բանկաներ, որոնց վրա ընդհանուր նա կծախսի 10 օր, իսկ մնացած 8 օրվա կերածը թողնենք նույնը, կստանանք ավելի մեծ քանակությամբ 30 լիտր մեղր։ Այստեղից եզրակացնում ենք, որ 1 բանկայի օրերից կախված առավելագույնը գտնելը դեռևս բավական չէ։ Դրա համար եկեք դիտարկենք, թե ինչ է կատարվում, երբ ունենք 2 բանկա։ Եվ եթե վինին ունի 2 օր այդ 2 բանկան դատարկելու համար, նա ստիպված պետք է ուտի 1 լիտր եւ 1 լիտր բանկաներ, ուրիշ տարբերակ չկա։ Կամ էլ միանգամից պետք է ուտի 1 բանկա, արդեն 2 լիտրանոց։ Այս դեպքում եկեք պատկերացնենք, թե 2 բանկան դարձրել ենք 1 բանկա, քանի որ իրականում ոչինչ չի փոխվում։ Հաջորդ տարբերակը ենթադրենք, թե 2 բանկան ուտելու համար վինին ունի 3 օր։ Այս դեպքում էլ նա ստիպված պետք է ընտրի 1 եւ 2 լիտրանոց բանկաներ, սակայն այստեղ արդեն ավելի արդյունավետ կլինի 2 բանկայի փոխարեն ուտել միանգամից 1 բանկա 4 լիտրանոց։ Հաջորդ տարբերակում եւս, եթե 2 բանկան ուտելու համար վինին ունի 4 օր, նա կարող է ընտրել 1 եւ 4 լիտրանոց բանկաներ կամ էլ 2 եւ 2 լիտրանոց բանկաներ, սակայն միևնույն է, ավելի արդյունավետ է 2 բանկայի փոխարեն ուտել 1 ամբողջական բանկա 8 լիտրանոց։ Նույնը նաեւ 2 բանկան դատարկելու համար 5 օր ունենալու դեպքում ավելի արդյունավետ է 1, 8 եւ 2, 4 տարբերակների փոխարեն ընտրել 1 բանկա 11 լիտրանոց։ Այսպիսով ստացվում է, որ 2, 3, 4 կամ 5 օր ունենալու դեպքում ավելի արդյունավետ է 2 բանկաները միավորել եւ դատարկել միանգամից 1 բանկա։ Սակայն արդեն 6 օր ունենալու դեպքում այդ 2 բանկաները այլևս չեն կարող միավորել։ Դրա համար եկեք ընտրենք հնարավոր բոլոր տարբերակներից ամենաարդյունավետը։ Եվ այսպես 6 օրում դատարկելու համար որպես 2 բանկա կարող ենք ընտրել 1 լիտրանոցը եւ 11 լիտրանոցը, 2 լիտրանոցը եւ 8 լիտրանոցը կամ էլ 2, 4 լիտրանոց բանկաներ, որոնցից ամենաարդյունավետը 11 լիտրանոց բանկան օգտագործելու տարբերակն է։ Նույնը անենք նաև այն դեպքում, երբ ունենք 2 բանկան դատարկելու համար 7 օր։ Հնարավոր տարբերակներն են 2, 11 եւ 4, 8 լիտրանոց բանկաներ, որոնցից կրկին ամենաարդյունավետը 11 լիտրանոց բանկան օգտագործելու տարբերակն է։ Բացառություն է կազմում 8 օր ունենալու դեպքը, քանի որ այստեղ հնարավոր տարբերակներից առավել արդյունավետ է այն տարբերակը, երբ չենք օգտագործում 11 լիտրանոց բանկան։ Հաջորդ դեպքում 9 օր ունենալու դեպքում կրկին ամեն ինչ նույնն է։ Առավել արդյունավետ է օգտագործել 11 լիտրանոց բանկան։ Փաստորեն ստացվում է, որ մինչև 5 օր ունենալու դեպքում արդյունավետ է 2 բանկան միավորել 1 բանկայի մեջ, իսկ դրանից հետո արդյունավետ է առավելությունը տալ 11 լիտրանոց բանկային, բացառությամբ այն դեպքի, երբ ունենք 8 օր։ Եվ այսպես վերադառնալով մեր սկզբնական օրինակին, ինչպես արդեն պարզեցինք, առավել արդյունավետ տարբերակ ստանալու համար անհրաժեշտ է միավորել այս 1 լիտրանոց բանկաները, այնուհետև միավորել ստացված 2 լիտրանոց բանկաները եւ այսպես շարունակ։ Իսկ այս բոլոր քայլերը կատարելու արդյունքում կհասնենք հետեւյալ վերջնական տեսքերից որևէ մեկին։ Կամ կունենանք 4 հատ 8 լիտրանոց եւ 1 հատ 2 լիտրանոց բանկաներ, կամ կունենանք 1 հատ 11 լիտրանոց, 3 8 լիտրանոց եւ 1 լիտրանոց բանկաներ, կամ 2 11 լիտրանոց եւ 2 8 լիտրանոց բանկաներ, կամ էլ 3 11 լիտրանոց եւ 1 հատ 4 լիտրանոց բանկաներ, որոնցից էլ ամենաարդյունավետը երրորդ տարբերակն է, քանի որ այս տարբերակում ենք ստանում ամենաշատ քանակությամբ մեղրը 38 լիտր։